Իրեք մտահոգություն ունեն, ո՞նց է գործակալվում այս խոսակցությունը։ Այ երեխեք, մենք հիմա հստակ այսքան որևէ վարչական, հրամայական ձևաչափ չի լինելու։ Պարզապես մենք ունենք ցավոք սրտի բուհեր, որոնց ուսանողների թիվը կարելի է հաշվել, ասենք 10 հոգի, 30 հոգի, 40 հոգի։ Այդտեղ պիտի աշխատեն լիցենզիոն պայմաններով։ Պիտի նայենք լիցենզիայի մասին օրենքը եւ ունենք մատերի վրա կարելի է հաշվել այն ոչ պետական բուհերը, որոնց ուսանողները 3-400-ից ավել են։ Այսինքն նաև պիտի նպաստավոր վիճակ ստեղծվի, որպեսզի կարողանան միավորել ուժերը եւ որակ ստեղծել։ Որտեւ բուհերը այնտեղն են, որտեղ քանակից որակ է գալիս։ Չէ, քանակություն պիտի լինի ուսանողների, որ կարողանա որակ ձևավորել, բայց այդպես հատուկ վարչահրամայական ձևաչափ չի լինելու։ Կրճատված օղակները որոնք են, որ ասացիք, այնտեղ կրճատումներ արվի, այսօր նման բան եք ասել, կրճատված օղակներում պետք է կրճատումներ անել։ Նախարարության կառուցվածքը նկատի ունեմ, որովհետեւ մեր նախարարությունում մենք օրինակ տեսեք ավագ դպրոցների գործընթաց ենք, չի անում ռեֆորմների, բայց մեր հանրակրթության մասում բաժնում ավագ դպրոցների բաժին չկա։ Այսինքն զուտ այդպիսի կառուցվածքային խնդիրներ տեղաշարժների իմաստով եւ նաեւ որոշակի կրճատումներ կլինի նախարարության խոսքը վերաբեր կադրային, չէ, կադրային չի լինի, որովհետեւ տեղաշարժեր պիտի լինեն ըստ էության։ Մենք ունենք ընդամենը 3 ծառայողական մեքենա մեր նախարարությունում, 2 տեղակալներին է եւ իմը, իսկ աշխատակազմի ղեկավարը դեռ մեքենա չունի։ Իսկ ինչ է կրճատենք։ Եթե տեղ կա, երևի սահմանված կարգով երևի կգնա ինչ որ ձևով աշխատակազմի ղեկավարը կստանա այն մեքենան, որը իրեն նախատեսված է։ Դեռ չի շահագործվում, ոչ։ Ծախսարարը շատ։ Մի ուղիղ հարց։ Բուհերում կոռուպցիա կա, տեղյակ եք։ Այսինքն որևէ ոլորտի մասին դուք այդպիսի հարցին կարող եք ուղիղ պատասխանել, այո կամ ոչ, իհարկե կա։ Որևէ դեպքում, եթե կա ինֆորմացիա դրա համար, դա քրեական հանցագործություն է եւ քրեական ընթացք պիտի տրվի։ Կասկածի վրա, ինչ է նշանակում կասկած։ Դուք ասենք ժուրնալիստ եք, չէ՞։ Կասկածը նշանակում է հաղորդում։ Այո, խնդրեմ, այո, ահա։ Դուք կարող եք իրեն պատասխանեմ թե ձեզ, թե ոնց եք ուզում։ Լրացնում եմ պարզապես։ Լրացրեք, այո։ Որ այս ընթացքում քննական շրջանը շատ է խոսվում, որ հնարավոր է գումարի միջոցով եւ այլի միջոցով ընդունվեն քննություն ստանան, դա հենց կոռուպցիան է։ Դուք բացառում եք նման դեպքեր։ Չէ, իհարկե չեմ բացառում, բայց կոռուպցիան քրեական հանցանք է եւ ցանկացած հաղորդման դեպքում պետությունը եւ ցանկացած պարտավոր է քրեական գործառույթ։ Եթե կլինի այդպիսի հաղորդում, այդպես կասկած ասելը չի լինի, դա պետք է գրավոր։ Դա արդեն մեծ, խոսքը վերաբերվում է կոռուպցիոն ռիսկերին, որի վերաբերյալ մենք շատ ակտիվ, գիտեք, ներառնված է կրթության համակարգը հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանը, ունենք ռիսկերի նվազեցման ծրագիր, ունենք նաև որոշակի քաղաքական որոշումներ, որոնք այդ ռիսկերը կտրուկ իջեցնում են։ Օրինակ ասեմ ձեզ, հենց նույն դպրոցի տնօրենների մրցույթի պարզեցումը այդ ռիսկերի նվազեցում է։ Նույն ասենք հիմա ունենք մենք մանկավարժների մրցույթների նշանակման գործընթաց։ Այդտեղ ասենք համապատասխան կարգերի ընդունումը նույնպես կտրուկ կնվազեցնի։ Բուհական ինքնավարության մեծացումը, համալսարանական թափանցիկ աշխատանքը նույնպես այդ ռիսկերի նվազեցումը։ Դրա մասն է խոսքը։ Իսկ դուք ինձանից եթե ակնկալում եք դատախազական ֆունկցիաներ, դա քրեական դաշտում է եւ որևէ դեպքում այո ինչպես ցանկացած ոլորտի ղեկավար ես խոսում եք կոռուպցիայի մասին օրինակ տնտեսագիտական ֆակուլտետում իրավաբանականին հարուստ ֆակուլտետ են որտեղ թանկ են ինչ են շարքում ախր մի քիչ ինչ են շարքում հարուստ ֆակուլտետ դուք դա մի հատ ձևակերպեք դե չեղավ այք երբ որ դուք կմտնեք ձեր կարծիքով իրավաբանական ֆակուլտետում հարուստներ շատ են սովորում իսկ հարուստներին չի կարելի սովորել բոլորին կարելի է Դե հարցը կոռեկտ ձևակերպեք, որովհետեւ խոսում եք հասարակության մասին, խոսում եք ֆակուլտետների մասին, որտեղ հարյուրավոր երեխաներ են սովորում, խոսում եք մի համակարգի մասին, որտեղ յուրաքանչյուր բուհ 7%-ի չափով վարձավճարների զեղչ է անում։ Այսինքն մի մտեք, ես կոնկրետ, եթե ասեք, այսինքն պաշտոնյաների երեխաները սովորելու իրավունք չունեն։
Գիտելիքների հիման վրա է։ Այսինքն գներն այնքան բարձր են, որ ինչի մասին եք խոսում եք։ իրավաբանության ֆակուլտետում Վարձավճարները նկատի ունեք։ այնքան բարձր են, որ միայն պաշտոնյաների եւ ավելի բարձր խավի Ես հարցը հասկացա։ Հիմա նայեք, մի վարք կարող եք հարցը լսեք։ Ես ուզում եմ ձեզ այսօր ես հանդիպել եմ մեր ծնողների հետ, որտեղ հանդիպում են հարյուրավոր մարդիկ էին, քաղաքացիներ, եւ այսպեսի ագրեսիվություն չկար։ Ես փորձեմ բացատրել։ Չէ, ես բացատրեմ, եթե հարցը տալիս եք բացատրելու համար, եթե պատասխան ունեք, մի տվեք, ես գնամ։ Ուրեմն տեսեք, ձեր ասածը իսկապես լուրջ խնդիր է։ Ունենք մենք շերտ հասարակության մեջ, որոնք ի վիճակի չեն վճարելու այդ եւ նրանց երեխաները ի վիճակի չեն մասնավոր պարապելու։ Այդ երեխաների միավորը, որ նրանք կարող են վաստակել, 13, 14, 15 միավորն է, որը անվճար համակարգը համարյա անհասանելի է դարձնում։ Դրա համար մենք հիմա մշակել ենք հատուկ ձևաչափ, որի մասին ես բազմիցս ասել եմ։ Երբ մենք կառանձնացնենք պետական պատվերը եւ կփորձենք պետական պատվերի մեջ մոտավորապես 50-60% դարձնել սոցիալական։ Այսինքն երեխան, որը կփորձի ընդունվել բու, կստանա իր դրական միավորը, ասենք 13-14 միավոր, որից հետո կդիմի իր փաստաթղթերը կներկայացնի եւ կկարողանա ստանալ սոցիալական անվճար ուսուցում։ Սա կարդինալ կլուծի հարցը եւ ձեր շատ մտահոգություններ կհանի։ Այսինքն պետական պատվերի քաղաքականության փոփոխությունը եւ ընդունելության քննություններից 3 տարանջատումը, այսինքն պետական պատվերը, նպատակային ուսուցումը եւ գիտական գիտելիքը դա կա։ Առաջին գից պարոն Կրճաչպես պաշտպանության նախարարն է ասում, ուսման հնարավորություն չունեն, ուրեմն այդ իրենք էլ պետք է գնան բանակ։ Բանակի խնդրով ես հստակ ունեմ, մեր ուսանողների մոտավորապես 80%-ը արդեն ծառայում է։ Այսինքն մենք այսօր տարեկետման իրավունք ենք տալիս մոտավորապես ոչ ավել քան 7-800 երեխայի յուրաքանչյուր տարի։ Եվ ես կողմնակից եմ, որպեսզի բոլորը ենթարկվեն մեկ օրենքի եւ բոլորը գնան ծառայեն։ Սա ձեզ հստակ եմ ասում։ Սա նաեւ կվերականգնի որոշակի, այսօր պատկերացրեք կուրսում գալիս են երեխաներ, 20 տղա է, 20-ից 16-ը զորակոչվում են, 4-ը չեն զորակոչվում, որովհետեւ քննություններում կես միավորի տարբերություն է եղել կամ մեկ միավորի։ Դա համար պետք է մեկ մոտեցում լինի, սա իմ անձնական դիրքորոշումն է։ Պարոն Մկրտչյան, առաջիկայում ընտրություններ են աշտանա տեղան ունենալու, թիմ ընտրություններ հաջորդ տարի խորհրդարանական, ինչպես է բուհերը վերցվելու քաղաքականից։ Ձեր օգնությամբ նաև շատ եւ մանկավար ես ուրեմն ուսուցիչ Ես իհարկե կարող եմ միանգամից տարբեր տեղերով ընկալել, բայց իմ կարողությունները մի քիչ խնայեք։ Ում պատասխանեմ ձեզ թե այստեղ։ Նույն հարցը չի։ Ուսուցիչների տնօրենների մասն էր հարցը, ձեր ուրիշ հարց էր։ Բուհերը իրենց ինքնավարության շրջանակներում ունեն լիարժեք հնարավորություն եւ օրենսդրական դաշտում։ Հիմա ես ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահը, այո, ուրեմն մենք դրա համար բազմիցս ես ձեզ պատասխանել եմ, որ մենք նախատեսում ենք կլինի մինչև հունիսի վերջին, հուլիսին բարձրագույն կրթության օրենքը կդրվի շրջանառության մեջ, նախագիծը, այդ նախագիծը ձեզ հետ միասին եւս կքննարկվի, այդ ձեր բոլոր հարցերը այդտեղ լուծված են։ Այսինքն այսօր մեր օրենսդրությամբ արդեն այդ խնդիրը կարգավորված է, չէ՞։ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կուսակցական գործունեությունը արգելված է։ Դասերից հետո մենք իրավունք ունենք ամեն ինչ անել։ Ну, գիտեք, աշխարհում որևէ երկրում դասերից հետո մարդուն չես կարող դուք իրավունք ունեք քաղաքականությամբ զբաղվել։ Չէ, դուք կոնկրետ դուք իրավունք ունեք, չէ, մի վարքյան ձեզ հարց տամ, դուք իրավունք ունեք քաղաքականությամբ զբաղվեք։ Չէ, իրավունք ունեք թե չունեք։ Զբաղվում եք, ունեք հակումներ քաղաքական, ինչ որ ուղղության, չեզոք եք բացարձակ, նույն ձևով ուսանողներն են չեզոք։ Այսինքն եկեք մի քիչ ուսանողներին, գիտեք ինչ է, եթե դուք վերցնում եք դիտարկյուն եք դնում մի ամբողջ ոլորտի վերաբերյալ, ուրեմն իմացեք, որ այդ ոլորտում մեր եղբայրներ, քույրեր, հայրեր, մայրերն են նաև ներառված։ Հիմա եթե նայեք, եթե այո, եւ գոյություն ունեն, այդ եմ ասում, եւ գոյություն ունեն, նայեք, ուսանողը հասուն մարդ է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բոլոր կուսակցությունները իրենց բազան կուսակցական երիտասարդական ձևավորում են նախ եւ առաջ ուսանողների շնորհիվ եւ դասախոսների, այսինքն եթե մտավորական մարդուն պահանջեք ինքը ապակուսակցական լինի, երկրի հերանեկարը շատ տխուր կլինի։ Ուրեմն կուսակցությունները չարիք չեն։ Կուսակցությունները այն գործիքն են, որով իրականացվում է քաղաքականությունը։ Խոսքը վերաբերում է պրոֆեսիոնալ գործունեության։ Այսինքն այն դաշտում, որտեղ գոյություն ունի պրոֆեսիոնալ
գործունեության համակարգ, այդ դաշտում մարդը իր անձնական համոզմունքներից զատ պիտի կատարի միայն իր պրոֆեսիոնալ աշխատանքը։ Սրա համար պետք է օրենսդրությունը եւ բարձրագույն կրթության օրենքը դրան նպաստի, եւ այդ փոփոխությունները մենք իրականացնում ենք։